Գիտեք իմ մասնակցությամբ ում նկատում եք կաթողիկոս ասելով։ Ես այդպիսի կաթողիկոս չեմ։ Բայց տեղյակ եք ով է լինելու։ Ոչ տեղյակ չեմ։ Ձեր աշխատանքի խախտում չէ, պարոն Փաշինյան։ Աշխատակ, այո։ Պարոն Փաշինյանի գերատեսչությունների ղեկավարները վերանշանակվելու են, օրինակ Արփինե Սարգսյանը, Սուրեն Պապիկյանը, մասնավորապես վերջին շրջանում դուք իր աշխատանքից գոհ եք, ոչ մարտական պայմաններում 8-րդ զոհներ։ Ես կարծում եմ, այո, վերանշանակվելու են եւ կարծում եմ, որ այդ թվում զորահանդես Հայաստանի Հանրապետությունում մայիսի 28-ին տեղի է ունեցել։ Բայց բանակում խաղաղ պայմաններում ավան։ Ցավոք սրտի, գիտեք, Ինչպես եք տեսնում։ ես դրա լուծումը տեսնում եմ մեր հանրության սոցիալ հոգեբանության փոփոխության մեջ, որովհետև ես էլի առիթ ունեցել եմ ասելու, բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70%-ը ստեղծվում է ծագումնաբանությունը բանակի հետ չի։ Այսինքն կազմում մեղավորություն չունի։ Սպայական ոչ մարտական գիտեք, սպայական կազմը իր մեղավորությունը ունի, բայց ելի եմ ասում, ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի, բայց ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումը առաջին անգամ չէ, որ ասում եմ։ Եվ դա իհարկե խնդրեմ է, որը պետք է լուծենք, բայց ցավոք սրտի այդ նախարարներ են փոխվում, նույնիսկ իշխանություններ են փոխվում, բայց այդ խնդրեմը շարունակում է ներկա մնալ։ Չէ, այդ նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորն են, քան մենք ընդհանրապես սովոր ենք այդ խնդիրների հետ առնչվել։